Վաճառողը ֆրանչայզին զարմացել ասում է դու ո՞նց ես այդ ռիսկին գնում, ինձ գումար ես տալի ու առանց ոչ մի պայմանագրի։ Կարող ասենք որ սխալ որոշում էր այդ ֆրանչայզի մեջ մտնելը թե չէ։ Պատմություն չունեի գրեզիկնի։ Այդ առաջի ռիսկն էր։ Հետո երկրորդ ռիսկը որ մտան այնտեղ սա ամերիկացի էին աշխատողները, հասկացա որ ամերիկյան շուկան չեմ հասկանում ես։ Ես սպասում եի երբեմ վերջացնելու իրանց այդ պայմանագիրը։ Հիմա ինձ թվում է ամբողջ կյանքով էլ չեն կարա բիզնես անեն։ Սովոր ասեց իմ հայրը որ պետք չի փողի մասին մտածել։ Դու մտածի աշխատանքի մասին ու ինքը փողը կգա։ Բոլոր հաջողակ մարդիկ, ովքեր բիզնեսում հաջողել են, մոտավորապես նույն բանն են ասում։ Անցած տարի մենք մենակ պաների հետ ինգրեդիենտով $60,000 մինուս են գնացել, բայց դա ոչ մեկին չի դակրում։ Նկարենք, կպցնենք աջարական խաչապուրի, բայց գալիս էին, հասնում էին այդ նկարին, կարդում էին ու ֆորում էին հետ չէին հասկանում ինչա։ Իսկ աշխատողներին բոլորին հանեցիք, երբ որ դարձավ ընտանեկան թե պահեցիք։ Չէ, նույնը մնաց, ուղղակի արդեն իրանք հասկացան, որ իրանք է պետքա փոխվեն։ Հայաֆիկացնում էր կամաց։ Դամաճ էի սարքում, հրամցնում էի ժողովրդին, ասում էի փորձեք մի հատ աշխատողներին թե հյուրերին։ Հա, բոլորին։ Այդ ֆրանչայզի օրենքի խախտում էր, չէ՞ արդեն, այդ ոնց որ տակից էր անում, սենց ասել։ Դա ոնց որ հյուրասիրություն։ Իմ մոտ բացի հիմնական մենյուից կա գաղտնի մենյու։ Ասենք կարող ավելուկը բաստուրմայի հետ պատրաստեմ։ Ավելուկով սուպ լսել էի, բաստուրմայով սուպ չէ։ Կերուսուսը օրինակ բան է ինքը։ Shut up and eat։ Հաճախորդներ ամերիկացիներ ունեն որ գալիս են խուրջին ուտելու։ Բարև բոլորին եւ բարի գալուստ Menu M podcast, ես Արման Մարգարյանն եմ եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Մամիկոնին, ով անցել է երկար ճանապարհ, Հայաստանում ունեցել է խանութ, Ռուսաստանում ունեցել է կաֆեներ եւ ի վերջո հայտնվել է Միացյալ Նահանգներում, այստեղ հիմնել ռեստորանային բիզնես, այն կոչվում է Chef M եւ ինչպես միշտ այսօր էլ Մամիկոնի հետ կխոսենք նրա անցած ճանապարհի, հաջողությունների, քաղաց դասերի, ինչու ոչ նաեւ անհաջողությունների մասին, որոնք նրան կերտել են որպես այսօրվա հաջողակ։ Մամիկոն ջան, բարի օր։ Բարի ձեզ։ Մերսի որ շնորհակալ եմ, ես որ ժամանակ գտար եւ եկար մեր տաղավար։ Մամիկոն ջան, մի քիչ ուզում եմ քեզ ներկայացնենք մեր դիտողներին, որտեղ ես ծնվել, մեծացել, սովորել։ Ծնվել եմ Երևանում, Երևանի թաղամասում։ Սովորել եմ ֆիզկուլտ ինստիտուտում։ Որպես բասկետբոլ բաժնում ու աշխատել եմ ընթացքում էլի ռեստորանի բնակավարում։ Հայաստանում բասկետբոլը շատ հետաքրքիր է, որովհետև ես էլ եմ պարապել բասկետբոլ, հոկեյ հարազատներ դրա համար հիշեցի, ես պարապել եմ ֆիզիկա ինստիտուտում, ֆիզիկարադոկում ունեինք լավ բասկետբոլի դաշտ, թենիսի կորտերի հարևանությամբ ու այն ժամանակ դա NBA էինք նայում, բան 97-8 թիվ եմ ասում։ Ջորդան, Պիպեն, Ռոդման, Շակիլ խոսքով այդ ոսկե դարաշրջանը NBA-ի ու միշտ այդ ժամանակ դե սիրում էի, ես էլ էի խաղում պարապում եմ, բայց մտածում էի, լավ, ինչ ապագա պետք է այս Հայաստանում ունենամ բասկետբոլով, օրինակ եթե որոշեմ պրոֆեսիոնալ զբաղվեմ։ Այ ոնց եղավ, որ ընդունվեցիր բասկետբոլի բաժին Հայաստանում։ Իրականում փոքրուց եմ զբաղվել բասկետբոլով, սկսեցի ոնց որ ավելի մասնագիտորեն զբաղվել։ Հետո ինքը միայն բան չէր, ոնց որ սպորտը չէր, ինքը մանկավարժի ուղղություն ուներ։ Այդ ոնց որ ինձի հարազատ էր, այդ մանկավարժությունը, դրա համար շարունակեցի ոնց որ սովորել ու ավարտեցի, բայց միշտ ներքուստ իմացել եմ, որ այդ դրանով չեմ զբաղվելու։ Ես ասենք չեմ մտածել ապագան կազմեմ բանով, այդ ուղղությամբ ուրիշ բաներ եմ սովորել, բայց միշտ մտածել եմ, որ ես պետքա աշխատեմ բիզնեսում, խոհանոցում, այդ է ինձ միշտ Այսինքն այդ միտքը մանկուց եղել է։ Հա, ուղղակի ոնց որ հայրս խոհարար է, գործող խոհարար է, ու այդ տեսել եմ, ու այդ է դուրս եկել։ Ու դրանից էլ ուրիշ ուղղություն չեմ մտածել։ Հնարավորություն եղել է ուրիշ տեղ գնամ, ուրիշ ոլորտ մտնեմ, բայց միշտ ասել եմ, չէ, իմը էդ է, որ Պապայի ճանապարհով։ Հա, իհարկե, հա։ Այսինքն պապան երևի տարել է քեզ իր այդ գործի տեղ, հա, այնտեղ այդ մեծացել է։ Շատ փոքր տարիքից, 8 տարեկանից տարել է իր մի քանի աշխատանքներին, ոնց որ ես մասնակից եմ եղել ու շատ ողջավորված եմ եղել, որովհետև 8 տարեկան
փոքր երեխան մտնում է խոհանոց, պատրաստում է ինչ-որ մեկը պատվիրում, ասենք ասում մի հատ էս սենդվիչը, մի հատ էս ինչ-որ մի բան, մի հատ բրդունջ ու դու անում ես ու մարդիկ ասում են էս ինչ համով է։ Դրանից ոնց որ ստեղծվեց իմ մոտ այդ գաղափարը, որ ես պետք է գնամ այդ ուղղությամբ։ Okay, բայց սկզբից երևի մտածում եք խոհարարական ուղղության մասին, թե խոհարար, չնայած բոլոր խոհարարները վերջում ուզում են իրենց տեղը ունենան, չէ՞ երևի։ Բոլորը կուզենան, որ իրանց տեղ ունենան, ուղղակի պետք է որ ոնց որ կարողանան պահեն այդ տեղը։ Մի ուրիշ բան է, որ դու ուրիշի մոտ ես աշխատում, ուրիշ բան է, որ դու քոնը ունես։ Այդտեղ արդեն լրիվ ուրիշ բաներ կա, խնդիրներ կա, որ պետքա դու չէիր մտածում, որ այնտեղ արտադրամասում էիր, չէիր մտածում, որ կարող է արդեն այնտեղ, ասենք, նույն կասայի մոտ լրիվ ուրիշ խնդիրներ են, այնտեղ ուրիշ բան է պահանջում։ Դրա համար դժվար է ունենալ քոնը, պահել քոնը։ Okay, բայց դրա հետ մեկտեղ Երևանում հետո խանութ բացեցի։ Հա, բանակից հետո բացեցի մարքետ բուտիկ, որտեղ որ էլի իմ խոհարարական այդ հմտությունները պետք եղավ, այն ժամանակ այդ տեսակ չկար, որ ասենք միրգը կտրտեն, ասենք սեխը, ելակը, խաղը իրար հետ մի ամանի մեջ ոնց որ հրամցնեիր։ Հա, ժամանակ սուպերմարկետ էլ չկար երևի։ Կար, ուղղակի բուտիկ խանութ չկար։ Ոնց որ ասենք տեղում բաներ կար, որ պատրաստվում էր ու վաճառում էր։ Այն ժամանակ այդ ձևի չկար, այն ժամանակ առնում էին, ծախում էին, այսինքն դանակի գործ չէին անում։ Բայց էլի տենց էլի ուզում ես նոր բան, ուզում ես տեսնես ինչա կատարում աշխարհում, դուրս եկա Մոսկվա։ Մոսկվա։ Այդ ո՞ր թիվն էր։ 12։ Ես էլ էի Մոսկվայում այդ ժամանակ, հա, մինչև 13 թիվը ես էլ եմ Մոսկվայում եղել, լավ հիշում եմ այդ ժամանակվա Մոսկվան, դեռ սենց մաքրած չէր ոնց որ այսօր։ Հա, հենց այդ թվերին կարծեմ սկսեցին մաքրել, նկատի ունեմ այդ կրպակները մետրոների մոտի, շաուրմաները եւ այլն, այն ժամանակ շատ էին ու հենց այդ ժամանակ կարծեմ 12-11 թվերին սկսեցին մաքրել։ Հա, հենց 10 թվից սկսեցին այդ փոփոխություններ անել, բայց իմ մոտ գիտես ոնց էր, իմ հենց կաֆեն պահում էին հենց այդտեղի բնակիչները, այսինքն սենց մի հատ դեպք պատմեմ, որ տարածքի պատգամավորը, տարածքի ոնց որ համայնքի ղեկավարը եկավ մոտս, եկավ հատուկ ծանոթանալու, ասում է, եկել եմ քո մոտ ծանոթանամ, ինչի են մարդիկ հերթագրվում իմ մոտ ու գալիս են քո համար ինձանից շնորհակալություն են հայտնում։ Այդ դրա համար եկել էր ծանոթանալու։ Հետաքրքիր է, իսկ ինչի էր տենց։ Ու մաքրության, համի, այդ ամեն ինչը ոնց է մի քիչ բան էր, էլի, անսովոր էր։ Մի րոպե, ճասկաց, այսինքն քո կաֆեն նույնպես քանդման ենթակա էր։ Այո։ Հա, այդ դրա շրջանակներում։ Հա, քանդման ենթակա էր։ Ու ես հենց որ դուրս եկա Մոսկվայից, իրանք քանդեցին այդ կաֆեն քանդվեց։ Ոնց որ հետաքրքիր է։ Բայց այնքան լավ համով տեղեր, որ բնակիչները շնորհակալություն են գնում, հայտնում էին, որ դու միտինգ էին անում, որ չքանդեն։ Գոհիտ ասած։ Մամիկոն ջան, հիշենք ոնց եղավ Մոսկվա գնալը, Մոսկվայում կաֆեներ բացելը, որովհետև Երևանից հետո եւ Մոսկվան եւ Միացյալ Նահանգները ուրիշ աշխարհ է ու ուրիշ գումարներ են պահանջվում, ուրիշ կապեր, ծանոթություններ, ուրիշ օրենսդրական վիճակներ, Մոսկվայի մասին էլ չեմ խոսում, այն ժամանակ մի քիչ ավելի սպეციფიկ էր երևի այնտեղ բիզնես անելը, ամեն մեկը գալիս էր գրպանը փող պետքա դներ երևի։ Խնդրեմ այս ամբողջ պատմությունը հիշենք մի հատ, ոնց ստացվեց։ Ամբողջ պատմությունը հենց այն սկզբից որ ասացի, որ աշխատել եմ փոքրուց որ աշխատում ես քո հայրիկի հետ, այդ մի քիչ ուրիշ դժվարություններ ունի։ Իր ամեն ինչը խիստ, ամեն ինչը հսկվում է, քո ամեն քայլը։ Ես շատ աշխատասեր եմ, հետո ինձ ոնց որ սովորացրեց իմ հայրը, որ պետք չի փողի մասին մտածել։ Դու մտածի աշխատանքի մասին ու ինքը փողը կգա։ Ու այդ ոնց որ այդ փոքր, բայց շատ կարևոր հանգամանքի ինձ միշտ օգնում է։
ես չեմ մտածում փողի մասին։ Ես ավելի շատ աշխատանքի մասին եմ մտածում ու այդ աշխատող Իսկ բոլոր հաջողակ մարդիկ, ովքեր բիզնեսում հաջողել են, մոտավորապես նույն բանն են ասում, բայց այն մարդը, որ նոր է սկսում բիզնես ու վերջի կոպեկներով կամ պարտքով, վարկով փորձում մի բան հիմնի, ախր ոնց կարա չմտածի փողի մասին։ Չէ, դու փողի մասին մտածելու առիթ ունես այն ժամանակ, երբ որ սկսում ես, բայց եթե որ սկսում ես ու դու հասկացում ես փողի մասին, կյանքի նպատակը դնում փող աշխատելը, քո մոտ դժվար ստացվի։ Գործն չի գնա առաջ։ Եթե քո կյանքի նպատակը այդ գործն է։ Էներգիան ավելի շատ գնում է փողի վրա։ Հիմա ձեր մոտ դուք հիմա ունեք orders com-ը։ Դա ձեր գործն է, բայց դուք չեք մտածում մենակ գործի մասին։ Հիմա դուք այն ձև եք անում, որ միացնում եք մարդկանց, ճանաչացնում եք մարդկանց։ Իդեպ քանի ասեցիք, հիշացնեմ մեր դիտողներին, եթե ուզում եք գտնել այստեղ Միացյալ Նահանգներում, հիմնականում Կալիֆոռնիայում գործող հայկական տարբեր բիզնեսներ, ռեստորաններ, food truck-եր, հենց հիմա կարող եք մտնել menuam.com հասցեով, իսկ եթե ունեք ռեստորանային բիզնես ու ձեզ պետքա խորհրդատվություն, որպեսզի շատ ճկուն ու ավելի լավ ձեր բիզնեսը գործի, orders.com մտեք եւ այնտեղ հետաքրքիր տեղեկություն գտնեք։ Շնորհակալություն հիշացրեցիք, որ հիշացնենք մեր դիտողներին նույնպես դրա մասին։ Դե մի քիչ պատմենք Մոսկվայի սրճարանների մասին, մենակ եք բացում, մենակ եք ոնց։ Մոսկվայի սրճարանները մի հատ բա եղավ, որ 3 օր որոշել էի, որ պետքա թոշակառուներին, մեկը վետերաններին, բանի պատերազմի մասնակիցներին 3 օր ճաշկերույթ կազմակերպեմ, եկան ընդեղ էլի տենց մի հատ հետաքրքիր բան եղավ, որ ոնց որ նախորոք ես հայտարարություններ էի դրել դրան բաների վրա, շենքերի դռների վրա, որ համեցեք բոլոր թոշակառուներին, բոլոր վետերաններին ու եկան բանից, ոնց որ թաղապետարանից Մոսկվայի։ Ասում ինչ ես կարծում, ինքս ուզում որ դու ասենք բարեգործություն անես, ասեցի տենց եմ ես։ Ես եթե 2 կոպեկ գումար եմ առնում, մի կոպեկը տալիս եմ։ Այդ ձև է իմ մոտ մեխանիզմը, բա չէ, չես կարա անես։ Ինչի՞։ Ասացին որ դե տենց անես, դու կարող ես վաղ միսօրը տեխնայություն դնես ու քեզ այդ մարդիկ ընտրեն։ Այս որպես կաշառք են դիտարկում, էլի։ Հա, ասի կլինի ձեր անունով անեմ։ Ձեր անունից անեմ, ասի շատ լավ բան ես ասում։ Ու այդպես ոնց որ ծրի գովա ստացվեց իրանց համար։ Հա, իրանց համար ոնց որ գալիս էին, ներկայանում էին, բան sense, բայց գիտես ոնց եղավ, մի հատ 90-ի մոտ տատի էր, տատին sense ձեռքս բռնեց, ասում եմ մյուս անգամ ասում եմ մի քիչ մեծտեղ կանես, որովհետև ապարելու տեղ չկար։ Այսինքն 90 անց մարդը ինքը մտածում է, որ պետք է մյուս տարի բարի։ Դες ինչ լավ։ Բայց դες էդի ոնց որ այնց հումորային է, բայց այդ մարդու ապրելու ցանկությունը ու այդ ինձի ոնց որ ասած ուրեմն մեծ էլ պետքա մեծ, որ էս տատին բան լինի։ Ցանկությունը իրականանա ապարելու։ Ու տենց եղավ, մյուս հաջորդ տարի ավելի մեծ երկրորդ տեղը բացեցի։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menuam-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menuam-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Երևանում ինչքան ուզես կաֆե ու ռեստորան կա ու հիմնականում լավ որակի են։ Ռուսաստանում, Մոսկվայում, հա, էլի մեգապոլիս է, էլի շատ ամեն ինչ կա, fast food-եր էլ կան, բայց նաև կան ռեստորաններ, որտեղ էլի նորմալ որակի են։ Ստեղ ես տեսնում եմ 90% fast food ու մի 10% նորմալ տեղ։ Այս ոնց կբացատրեք ստեղի այս մեծ տարբերությունը որակայինի։ Fast food-ները իրանք վաղուց արդեն մարկանց համային զգացմունքները արդեն ձևավորել են։ Իրանք արդեն ոնց որ 1950 թվերից գործում են։ Հիմա այդ մարկանց համերը ուրիշ է։ Դու շատ դժվար է հիմա որ դու ասենք
բուրգերի մասի մեջ դնես բիբար ու սոխ։ Չեն ընդունի։ Իրանց համը արդեն այնա, որ միսն ամենակ։ Բայց մենք, ասենք, կալտետ ենք ուտում, նույն կալտետը, նույն բուրգերն է, տարբեր դիզայն ունի, Ուրիշ տեսակ կոտլետ է, էլի։ Հա, ոնց որ մեր համը իշա, մենք էլ ուտում ենք էդի դուներնես չի գալ, ասում ենք ոչ մի բան չկար, համ չկար մեջ, էս ինչ էր։ Մարտիկան ասում են համով չի, ոչ մի բան համով չի Ամերիկայում։ Դուներս չի գալ, ինչ ուտում ենք, համ չկա մեջը։ Ես միշտ ես համարյա մի տարի աստեղ եմ ու ճիշտ ասած ինձ էլ էին ասում ստեղ գալուց առաջ որ պատրաստվի որ համով չի լինելու, բայց ես դեռ չեմ հանդիպել որ համով չլինի։ Չգիտեմ, ասենք օրգանիկ եմ առնում խանութում բան, ասենք նույն պոմիդորը ոնց Երևանում էր իմ համար, տենց էլ ստեղ է։ Մարտիկան գնում են Հայաստան, ստե որ ասենք երկար տարիներ ապրում են, ասենք 30-40 տարեկան են Հայաստան չեն եղել, գնացել են Հայաստան։ Այդ մարդկանց հետ որ խոսում ես, իրանք ասում են Հայաստանի ուտելիքը, հա, ասում են համով չի։ Հայաստան համով չի։ Ասում ինչ համով չէր։ Ասենք ինքը սովորա որ շատ համեմունքներ լինի։ Հայկական միջավայրում այդ համեմունքները, սոուսները քիչ են։ Աղու բիբար հայկական միջավայրում, բայց ստեղի բաները տեսականին այնքան շատ է, որ դու համը չես էլ առնում, ասում այդ մարդիկ համը չեն առնում, իրանց համը լրիվ տարբեր է։ Դրա համար իրանք ասում են դե այնտեղ համով չէր, ստեղ համով է։ Ցենց տարբեր է, էլի։ Փորձնել է ցենց ցույց տվել, որ մի քիչ էլ պետքա սիրես այս երկիրը, որ մի քիչ համն էլ փոխվի։ Որ ինքն էլ սիրի քեզ։ Հա, համաձայն եմ, մենք շատ հայրենակիցներ ունենք, որոնք ստեղ ապրում են ու ստեղ ապրելով հետ մեկտեղ օգտվելով այս երկրի բոլոր հնարավորություններից ու բենեֆիտներից, մեկը բողոքում են։ Մի օր մեկին հարցեցի, ասացի, բա ինչի են բողոքում այս մարդիկ, ասեց, ապա այդ մարդը որտեղ է լինի բողոքելու է, ասենց հարցել կա։ Հետաքրքիր։ Իսկ ուտելիքը չգիտեմ, ինձ ճանաչողները գիտեն, որ նենց չի դիետապահող եմ, լավ ուտող եմ ու համը զգում եմ, ես այդտեղ դեռ անհամբան չեմ տեսել։ Առաջի իմ զարմանքը ստեղի էր, որ եկել էինք, սկզբից չի հասկանում օրգանիկ ոչ օրգանիկ, բանան էի առել ու հետո հասկացա, որ բանանը մի շաբաթ է բակում դրած է տան ու չի սևացել, չի փչանում, վերցրեցի, սենց գցեցի ու հետո խորացա, հասկացա, որ բանանի վրա 3 է գրածել շտրիխ կոդի վրա, ամենավատն է, էլի, ամենամշակվածն է, պետք է առնել 9 օրգանիկը, դա փչանում է մի անգամից, հա, մի օրից, ուրեմն նորմալ բան է։ Հիմա ես քեզ ուրիշ բան հացը, բուրգերի հաց էի առել, ու տենց դրել էի սառնանը, որ ես բուրգեր չէի վաճառում, այդ ֆրանչայզինգի մեջ չկար բուրգեր տեսականի, ուղղակի առել էի, ուղղակի ոնց որ ունենամ, դրել էի սառնանում ու այդ մոռացել էի դրա մասին։ Մի տարի հետո ես այդ հացը սենց բան եմ անում, սենց հա նայում էի, բայց այս անգամ ուրիշ ձև նայեցի, ինչքան երկար մնացեցի, նայեցի, տեսա ոչ մի բան չի եղել այդ հացի հետ։ Բայց այսքան ժամանակ, ասենք Հայաստանում, Ռուսաստանում, որտեղ որ ապրել եմ, այնտեղ երբեք չեմ տեսել այս օրգանիկա, այս օրգանիկ չի։ Բա այնտեղ ինչ էինք ուտում մենք իրականում։ Օրգանիկ էր, թե չօրգանիկ էր։ Ստեղ է տենց առանձնապես չես իմանում, էդի օրգանիկա, թե օրգանիկ չի։ Հիմա մարդիկ կան, արտադրողներ կան, որ 7 տարի իրանք, ասենք, սպանախա, կանաչեղեն են օրգանիկ վաճառել խանութներում ու ամերիկյան մեծ խանութներում։ Պարզվել է, որ դա օրգանիկ չի։ Հա, բայց հիմա իրանք բիզնես անում են, չեմ կարծում։ Հա, բայց չի, բայց 7 տարի ինքը արել է։ Հա, բայց հիմա ինձ թվում է ամբողջ կյանքով էլ չեն կարա բիզնես անեն։ Թե դատել են։ Չէ, ինքը եթե դատվի էլ, ինքը կամփանին է, կամփանին փակում է, ինքը գինա մի հատ ուրիշ բիզնես կբացի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Մամիկոն ջան, արի վերադառնանք քո ամերիկան տեղափոխվելու Ռուսաստանից։ Ոնց որոշեցիր, որ դիգաս։ Ավելի շատ սովորելու համար եկա, որ ստեղի ձևը, ստեղի ուտելիքի տեսականին սովորեմ ու գամ էլի գնամ Ռուսաստան, ուղղակի փոփոխություններ եղավ Ռուսաստանում, ու հետ էլ հնարավոր չեղավ գնալ
հետ։ Կա Ամերիկա ու ոնց ստացվեց, որ մտածեցիք ֆրանչայզի մասին ու ինչ էր։ Ես եկա ու այդքան տենց ոնց որ հասկանալով որ ուր եմ գալի, եկա հենց 8-ին, հետո հենց նույն օրը գնացի գոր աշխատեցի ոնց որ տարբեր տեղեր, հասկացա որ ամերիկյան շուկան չեմ հասկանում ես։ Հայկական տեղեր են։ Հայկական տեղեր էր։ Հասկացա որ ցենց էլի նույնն է, ոնց որ չի փոխվում։ Հայկական միջավայր, բան կա դրա համար ֆրանչայզինգը տեսա, պիցայի ֆրանչայզինգ, Որ պիցաներ։ Նիկին Ուիլիս, ոնց որ ամերիկյան ինքը բանա, լրիվ ինքը ամերիկյան հենց տեղերում է, ասենք, ամերիկյան միջավայրում է ինքը ավելի շատ մտա դրա մեջ ֆրանչայզինգի։ Ոնց հասկացա դու էլ ուզում էիր հենց ամերիկյան միջավայրում փորձեր աշխատել, սովորեիր ընդեղի փորձը, մարդկանց, բիզնես վարելու ձևը եւ այլն։ Ուղղակի հենց լեզուն դե մի հատ փոքր բան կար, որ ես չասեցի, լեզու չգիտեի։ Բայց այդ շատ է բարդացնում։ Պատմություն չունեի կրեդիտնի, ոնց որ այդ էլ է մեծ քո պատմությունն է, որ քո հետ ոչ մեկ չի կարող պայմանագիր կապի, որովհետև դու պատմություն չունես, որովհետև կրեդիտ չունես։ Ու այդ էլ այդտեղ դժվարություն եղավ։ Հենց եւ քայլ ես դիմեցի, որ վաճառողը ֆրանչայզինգ զարմացել, ասում է դու ո՞նց ես այդ ռիսկին գնում, ասենք ինձ գումար ես տալի ու առանց ոչ մի պայմանագրի, որ այս տարածքը քո անունով չի լինելու, քո անունով ասենք գումարը տրանզակշնները չի լինելու, սա ասեցի ոչինչ։ Թող լինի քո անունով, եթե հնարավոր է, ասեց լավ։ Ու տենց ոնց որ ամեն վարքյան վտանգ կար, որ կարա լինի հենց որ գա այդ մարդը ասի դուրս արի իմ բիզնեսից, որովհետև իր անունով է ամբողջությամբ։ Բայց ոնց որ լավ մարդ դուրս եկավ։ Տենց բայց այդ ոնց որ այդ ռիսկն էր էլի, այդ առաջի ռիսկն էր։ Հետո երկրորդ ռիսկը, որ մտան այնտեղ սա ամերիկացի էին աշխատողները ու չպետք է հանես այդ մարդկանց աշխատանքից, դա ամենաառաջինը, երկրորդն է դու տենում ես, որ դու չես հասկանում քո հետ աշխատող գործընկերոջը, քո աշխատողին, քո կողքի մարդուն ու պետքա կարողանաս աշխատացնես այդ տնտեսությունը։ Էլի գոնե ոնց որ եղել է։ Ու ստացվեց։ Թարգմանիչով, բան։ Չէ, երևի հենց այդ պրոֆեսիոնալիզմն էր։ Գործը որ համ սիրում ես, համ էլ ոնց որ հասկանում ես, արդեն ոնց որ լեզու մշակույթը արդեն դառնում է լեզու ամեն ինչ։ Բացվում է կամաց լեզուն, էլի։ Այդ Մամիկոն իսկ գիտես ինչն է հետաքրքիր ֆրանչայզ ինչ հայրանից ենթադրում, այսինքն արդեն աշխատող տեղեր, որտեղ ուղղակի մտակ եւ դարակ տնորեն, ասենց ասենք, դրած աշխատող տեղեր։ Իհարկե, տենց տեղեր, որտեղ ֆրանչայզ լինում է նաև այլ կերպ, չէ՞ որ իրավունքն ես առնում, քեզ տալիս են բոլոր գործիքները, գիտելիքները եւ այլն ու բացում ես այդ տեղը։ Իմ պարագայում այդ ձևեր, որ ինքը աշխատում էր արդեն, որ պետքա ներկա լինեի, ասենց դառնում ես ոնց որ մենեջեր, բայց ուզում ես դա, բայց դու ուրիշ ունես մտքեր, դու գործող խոհարար ես, դու տեսել ես ուտելիքի աշխատել ես ու քեզ ասում են սենց պետքա լինի։ Ու վերջ։ Ձևը սենց է, ստանդարտներ, անվերջ ստանդարտներ։ Ես որ իրանց հետ խոսում եի, ասում եի, կարամ ես ասենք իմ մեքերոն, ասենք իմ հեղինակային, ասենք սոսիջը սարքեմ, իմ հեղինակային, ասենք ես պատրաստեմ իմ խմորը։ Ասում են, չէ, չես կարող։ Դու ասենք սահմանափակում ես։ Բա ֆունկցիան ո՞րն է։ Փողաշատելը։ Ես սպասում եի երբեմն վերջացնելու իրանց այդ պայմանագիրը։ Արդեն ոնց որ ես ուղղակի սպասում եի, ոնց որ հասկացա արդեն ինչն է պրինցիպը ամերիկյան բիզնեսի ու ես ոնց որ սպասեցի, վերջացրեցի իրանց այդ պայմանագիրը ու փոխեցի արդեն իմ խոհանոցը։ Կարող ենք ասենք, որ սխալ որոշում էր այդ ֆրանչայզի մեջ մտնելը, թե չէ։ Չէ։ Որովհետև որովհետև այդ ինչ որ ես
այդ որ ասում ես ընդեղից ոնց եղավ խի եկար, էտա սովորեցի, իմացա, էդի ասենք հա արժեցավ, գումար արժեցավ, ժամանակ արժեցավ, բայց իմացար արդեն ոնց որ ուրիշ այդ փուլը անցար, վերջ, դրեցի ռենկոմ։ Այդ ֆրանչայզի հենց այդ նույն տարածքում, հա, որտեղ կար այդ ֆրանչայզը, այդ տարածքը շարունակեցիք ու սարքեցիք ձեր տեղը։ Հա, իմ սարքեցի ոնց որ Ամերիկայում ասում են family business, Okay. Իրանք դուրս եկան փաստորեն, այդ ցանցը պիցայի դուրս եկավ այդտեղից։ Այդ ոնց եղավ, բայց որ դուրս եկավ։ Պայմանագիրը խզեցի, արդեն ուրիշ, արդեն լիստն է տվեցին, շենքի ոնց որ Արդեն credit score-ը հա, կար, արդեն այդ ժամանակ։ փոխվեց, շատ բան փոխվեց։ Ու գիտես ոնց էր հետաքրքիր, որ այդ մարդիկ կային մեջ աշխատում էին, 2-3 տարի աշխատել էին, ասում էին մի հատ էս սունկը կկդրտես, ասում են չեն կարա կդրտենք։ Իրանք աշխատել են խոհանոցում։ Իրանք ասեն քիչ չի էլի, ասում ոնց դու հիմա չես կարողանում սունկ կդրես։ Ասում չէ, ասում դանակը ոնց են բռնում, որովհետև ամեն ինչ արդեն կդրտած էր գալի, ամեն ինչ պատրաստ է գալի։ Դու ասեն հասկանում ես, որ դու համ էլ բոլորը չեն աճելու։ Էտա դու իրանց աշխատողն ես։ Մեխանիկական գործանող են բոլորը, էլի աշխատողները, հա։ Տենց ոնց որ պատկերացու դանակ չէին կարող վերցնել։ Իսկ աշխատողներին բոլորին հանեցիք, երբ որ դարձավ ընտանեկան, թե պահեցիք որոշ մասը։ Նույնը մնաց, ուղղակի արդեն իրանք հասկացան, որ իրանք է պետքա փոխվեն, իրանք է պետքա գնան ուրիշ բան անեն, ոնց որ Սունկ կտրտեն, հա, մեկը ասենք ով ինչ ոնց որ այդ բանից դուրս եկան, էլի։ Սիստեմից իրանց դուրս եկան։ Ու ինձ միշտ ասում էին, որ մի բան արա, մի փոխի չի աշխատի, որովհետև մարդիկ սովորեն ֆրանչայզինգի, մարդիկ սովորեն, որ տարբեր տեղեր լինում է այս տեսակի, ասենք պիցաները ու մնացած, ասենք բուրգերի տեղերը։ Նույն ձև պետքա լինի։ Սովորեն մարդիկ, որ նույն ձև պետքա լինի։ Նույն ձևի պետքա ամերիկյան պետքա լինի։ Ֆրանչայզինգի մեջ էլ այնտեղ իրանք սպեշլներ էին ասում, սպեշլը պատկերացնում ես, ակցիաներ։ Հա։ Ակցիաներ էին ասում, որ դա քեզի վնաս է։ Բայց դու պետք է անես։ Պետք է անես։ Պարտավոր ես։ Պետք է անես։ Ինքը չի նայում դու մինուս ես գնում, թե ինչ որ զրոյական բան ես լինում։ Ինքը ասում է պետք է անես, իր համար կարևորը որ կողքից նայեն մարդիկ ու ինքը տեսնեն որ քո մոտ շարժ կա, այդ այսինքն պիցա Դոմինոսն է, պիցա հատն է, ինքը այտենց ֆրանչայզինգին, իրանք դու նայում ես, ասում ես ինչ լավ գործ անում։ Լիքը մարդ կա։ Լիքը մարդ կա, այս աշխատում են ավտոները գնում գալիս են, այդտեղ տեսան։ Հենա չգիտես որ մինուս են գնում հենց հիմա։ Հա, այն մարդիկ, այս պիցա հատի այդ ժամանակ բանի հետ, մենեջերի հետ խոսացի, հանդիպեցի, ինքը ասեց, անցած տարի մենք մենակ պաների հետ ինգրեդիենտով $60,000 մինուս են գնացել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ֆրանչայզեր որ խոսում ենք, պատկերացնում ենք մեծ կորպորացիաներ, հա, որոնք արդեն բիզնես են վաճառում ու իրանց նպատակը թող աշխատելն է, հա, ու համակարգը կա արդեն գծած, այս համակարգով ոչ աճ ոչ ձախ պետք է աշխատել։ Իրանց տեսանկյունից կարելի է հասկանալ, իրանք համակարգը գծել են, փորձարկել են տարիներով, աշխատում է, իրանք չեն ուզում ոչ մի բան փոխվի։ Ոնց կա, թող աշխատի, դու գործ չունես, ուզում ես, խնդրեմ, գումար վճարի, աշխատի դու էլ։ Օրինակ Այս վերջերս լսեցի, որ Starbucks, որ ասում են Starbucks-ը որտեղ դնեն աշխատում է, ոնց լինի աշխատում է, անցած տարի 101 կած Starbucks-ը փակվել։ Դե փակվելը չեն ասում։ Աշխարհում թե Ամերիկայում։ Ամերիկայում։ Նայ կողքից արդեն քո բանը ուրիշ է, քո տպավորությունը ուրիշ է։ Դու մտածում ես, որ Ախր շատ մոտիկ են իրար, շատ մոտիկ են իրար։ Մի մայլը մեկ Starbucks-ա դրած, մի մայլը մեկ McDonald's-ա դրած։ Գիտես ինչն եմ ուզում հիշենք, պայմանագիրը ավարտվեց այդ ֆրանչայզի հետ։
Դա տարածքը պայմանավորվել ես արդեն, որ քո անունով ալիզ է գնում ու որոշել ես, որ պետք է այդ տեղը փոխես, դարձնես քո հեղինակային family restaurant-ը։ Եկար մտար այդ առաջի օրը քո աշխատողների մոտ, որոնց հետ աշխատել ես երկար ժամանակ ֆրանչայզի շրջանակներում։ Այդ պահարի մի հատ հիշենք, էլի, ինչ ասեցիր, ոնց եղավ։ որ ես աշխատում էի, ես արդեն իրանց քիչ-քիչ արդեն պատրաստում էի դրան, որովհետև իրանք տենում էին, որ ես այդ բանը չեմ, այդ իրանց քարակուսի մենեջերը չես։ Իրանց ստայլի մարդ չեմ, որ մնամ այդ բանի մեջ։ Ես միշտ աշխատում էի, բոլորին էի, այդ ժամանակ այդ ընթացքում փորձեր էի անում։ Օրինակ ասենք լամաջո էի սարքում, դե պիցայի տեղ էր, լամաջո էի սարքում, հրամցնում էի ժողովրդին, ասում էի փորձեք։ Աշխատողներին թե հյուրերին։ Բոլորին։ Ասում էի տեսեք ինչ է, ու հասկանամ այս որ ուղղությամբ գնամ ավելի շատ։ Բայց այդ արդեն կներես, այդ ֆրանչայզի օրենքի խախտում էր, չէ՞ արդեն, այդ ոնց որ տակից էիր անում, սենց ասի։ Դա ոնց որ հյուրասիրություն էր լինում։ Գիտես ոնց որ մենք տենց ենք, հայերը տենց են։ Ես օրինակ այդ ձև եմ, չեմ սիրում սիստեմի մեջ աշխ լինել, չեմ սիրում ախպեր, իսկականից։ Okay, այսինքն աշխատողներին արդեն կամաց լամաջոներով, տենց աճարականով, այնտեղ տարբեր ասենք խորովածի տեսականիով, հետո տենց ոնց որ մերթ մարդկանց խորոված էի բերում, դնում էի ոնց որ հետևի կոմը, որ չտենան դիմացից, տենց բան էի անում, ոնց որ հյուրասիրում էի։ Հայաֆիկացնում էիր կամաց, էլի։ Հա, հենց ու հասկանում էի, արձագանքներից հասկանում էի, պետքա թե պետք չի։ Այդ ոնց որ փորձում ես, բայց իհարկե լրիվ ապահով որ մարդիկ հասկանան, հիմա ասենք հիմա այնտեղ լամաջոն այն ձև էր, որ մարդկանց բերեց աշխատողներ բերեցի, հետո որ family արդեն փոխեցի, արդեն իմ մենյուն դրեցի, արդեն բան արեցի, աշխատողներ, բան լամաջո պատրաստող բան, հասկացա որ լամաջոն չի աշխատում։ Լամաջոյի մեջ սոուս չկա։ Լամաջոն միս ու մեկի խմոր է։ Դե չեն սիրում ամերիկացիները։ Ասեցին, մի հատ բան կտաս, մի հատ այն մարիներա սոուսը կտաս։ Հա, սոուս կտաս, բան անենք, ցենց դիփ անենք ուտենք։ Հա, տենց արդեն լրիվ արդեն հասկանում ես ինչ են պահանջում, պահանջը ինչ է։ Խաչապուրին ասենք աչման, դրա հետ սոուս եմ դնում, որ ուտեն մարդիկ։ Ամերիկացիները սոուս եմ անում, լազանյա է էլի լինում։ Ոնց որ ավելի շատ գնում եմ դեպի լազանյա, մենք խաչապուրի գիտենք, ես էլ լազանյա խաչապուր եմ անում, որ մարդիկ ուտեն։ Անունը ոնց ես դրել, հենց տենց լազանյա խաչապուրի։ Հա, լազանյա։ Բայց ասենք էդի ոնց որ գախտի մենյուի մեջ է, էլի։ Ամենօրյա չի։ Իմ մոտ ասենք բացի հիմնական մենյուից կա գախտի մենյու, որ ասենք ամենօրյա հաճախորդները, որ ամեն օր ստաբիլ իրանք օգտվում են ինձանից, տարբեր են ուտում, հետո էլի անցնում են էլի նույն բանին։ Ինչ Մամիկոն ջան, հետաքրքիր է, գիտես, ինչ այդ անցումը, էլի, այդ զուտ ամերիկյան տեղից դեպի հայկական ավելի ընտանեկան ռեստորանի, ու այդ անցման հետ միասին ոնց փոխվեց ձեր հյուրերի վիճակը, վերաբերմունքը, այդ հիմնականում ոնց հասկացա ամերիկացիներ էին գալիս, հա, նենց չի հայկական տեղերին։ Ամերիկացիներն Magic Mountain-ը գիտես, իրանց այդ հայտնի այդ ատրակցիոնները, դրան մոտիկ էր շատ, ու բացի ասենք այս տեղի Սանտա Կլարիտայի բանի այդ տարածքի ժողովրդից շատ ուրիշ ամերիկացիներ էին գալի։ Առաջի որ տարիներ բան էր, այդ Thanksgiving-ի օրն էր, ու իմ համար դե սովորական ինչ-որ օր է, նոր մի տարի է, որ Ամերիկա եմ, ասացի փորձական աշխատեմ, աշխատողներս ասացին, այդ օրը չենք աշխատում, բան չի լինի աշխատել, այդ օրը տենց ընտանեկան օր է, բան իրանց ավանդույթով, ասացի, օքեյ, բան, մինչև ժամ 6-ը ոնց որ աշխատենք։ Տենց 6-ին գնացին, տենց ես էլ բան արեց, ոնց ասի, կգնամ հեսա, ու այդ ժամանակ զանգ եկա, վերցրեցի ու ասես դուք բացեք, ասեցի, հա, բաց եմ, բան, ասես մինչև երբ եք բաց, ասի, մինչև 7-ը բացենք։ Ասեց, օքեյ, բան,
ու եկան 5 ընտանիք 5 ընտանիք եկան, որ ուսած զարմացած են, մենակ մարդ, այնտեղ ոնց որ այդ օրը բոլորը փագեն, որ սոված են մարդիկ, ուզում են պատվիրում են, բայց զգում եմ մեծ կասկածանքով, էլի։ Աշխատողները վեցին դե գնացին տուն, հա։ Հա, մենակ եք, ասացի, հա, մենակ եմ ասես դե լավ, մենք շատ ենք, 20-ից ավել մարդ էին, ասեմ մենք գնանք, չես կարող, ասի եկեք, ես Չգիտեք ուր եկեք։ Պրոֆեսիոնալ խոհարար եմ, եկեք, ոնց որ ու եկան օրդերը դրեցին, հիմա որ պատրաստում տալիս եմ պիցաները, իրանք սես մի ձևի սենց բանով են, էլի կասկածում են։ Մեկը ոնց որ մեջտերից մեկը ոնց որ լիդերը իրանց բանը սենց վերցես փորձեց, ասես this is delicious։ Սի շատ համով է։ Ու սկսան ոնց որ ուտել բան, ու այդ ընթացքում էլի մարդիկ են գալի։ Պիցանը որ ես պատրաստում եմ, գնում է։ Ու մեկ էլ ներսը արդեն ուշ է, արդեն 8-9 է։ Դե ներսը արդեն խոհանոցի մաս, արդեն տենում եմ ընդ մարդիկ աշխատում են։ Առաջին ընտանիքները որ եկել էին, դուրս էին եկել, ոնց որ մատուցում էին, գալիս էին ներս, ամաններ էին դնում, ոնց որ խոհանոց հետ էին բերում, մաքրում էին, հավաքում էին, դասավորում էին, որովհետև հասկացան, որ ոնց որ իրանց պատճառով եղավ այս ամեն ինչը։ Որ սենց լայն է երկու կողմանի ու դեպի ձախ աջ գնացող ոչ մի վերջը չի երևում։ Սա հավաքվել էին ոնց որ միտեղ ու այդ մինչև ժամը 11-ը գիշերը իրանք ինձ ոնց որ լրիվ օգնեցին, հավաքեցին, սրբեցին, վերջում գիտես ինչ ասես, այս մեր կյանքի ամենաուրախ, ամենալավ Thanksgiving-ն էր։ Պատվերների Երուսաղեմի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ուզում եմ մի քիչ պատմես խոհանոցից, շեֆեմ ինչ հետաքրքիր ուտեստներ կան, որ առաջարկում ես քո հյուրերին, քանի որ ոնց հասկացա շատ ես սիրում հենց հեղինակային բաներ, ուզում ես որ էքսկլյուզիվ լինեն, հենց քո հորինածը, քո պատրաստածը, վստահ եմ շատ հետաքրքիր ուտեստներ ես առաջարկում։ Հայկական ուտելիքներից ոնց որ ավելի շատ միքսեր եմ անում։ Ասենք կարող ավելուկը բաստուրմայի հետ պատրաստեմ, ասենք որպես սուպ։ Սուպ, որպես սուպ։ Ավելիքով սուպ լսել էի, բաստուրմայով սուպ չէ։ Հա, ասենք տենց մեր ունեցած հայկական ազգայինը ոնց որ այդ ձևով միքս եմ անում ու հիմա տես ամերիկացիք սուջուխը սիրեցին։ Բաստուրման մի քիչ այդ սպეციფიկ բանը իրանց համար բան եղավ։ Չամանը դուրները չեկավ երևի։ Սուջուխը սիրեցին, սուջուխով հիմա ասենք ինչ որ սենդվիչներ, սուջուխով պիցաներ, սուջուխով թեկուս հենց մեր ամլետ, հենց ասենք նույն լոլիկով ծվածեղը, ասենք տարբեր մսերով, խարմայով բանով։ Բաստուրմայովը դասական է։ Հա, բայց ասենք խարման չեն անում, խարմայով ասենք պոմիդորով ծվածեղ։ Ես աշխատում եմ մեր ազգայինից հեռու չգնամ ու մեր հենց ուտելիքը, մեր ինգրեդիենտները, մեր ունեցածը մարդկանց ամենապահանջվածը ո՞րն է այսօրվա դրությամբ ստատիստիկայով որ նայենք, ամենաշատը ո՞րն են պատվիրում, ի՞նչն են պատվիրում։ Տենց ոնց որ իմ մոտ կոնկրետ ամենաշատը տոլման է։ Թփով տոլման։ Ու ամերիկացիք են ուզում։ Այդ ձևը ու խուրջին։ Խուրջինը հիմա հաճախորդներ ամերիկացիներ ունեն, որ գալիս են խուրջին ուտելու։ Այդ շատ բաներ կա, ասենք այդ սուջուխով սենդվիչը, էլի սիրում են շատ։ Սուպերը, հավով սուպ, ցենց բաստուրմայով սուպը հետաքրքրեց ինձ, մի օր գալու եմ ուտեմ անպայման։ Ինչ համ ունի։ Շատ համով է։ Այսպես որ ճիշտ։ Ինքը ոնց որ մրտ, սենց ասեմ, մրսած մարդու համար շատ լավ է։ Ահա, հասկացա։ Մի խոսքով հիմա չնայած տաքացան եղանակները։ Սխտոր կա, իր մեջ
այդ միսը կա լավ տենց ոնց որ լավ տենց կտորներով հետո համը ուրիշ է տարբեր է բայց մարդիկ սիրում են որ այդ բաճետ բաստուրմայի սուպի հետ մի հատ էլ փոքր բաժակով սառը խմիչք պետք է լինի անպայման էլի ողիա կամ տեկիլայի անման։ Այդ դրան հետո կանդրադառնանք։ Դե ուզվեց էլի, եթե ասում ես մրսած մարդու համար բաստուրմայով սխտորով է, առանց դրա չի ստացվի։ Կարելի է, ինչի՞ չէ։ Թարխունի կամպոտ ունեք լսել։ Դա թարխունի կամպոտը ոնց որ լիմոնադը լսել էի, կամպոտը չէ թարխունի։ Թարխունի լիմոնադը ոնց որ ճիշտ ասած մի բան է, չէ, սոդա է, ինքը գազավորված է թարխունի լիմոնադը։ Ես ոնց որ մի քիչ իրանց այդ օտարների հետ շփվելուց հասկացա ոնց որ իրանք լիմոնադ են, վրան գրած է լիմոնադ, մեր սոդայի վրա գրած է լիմոնադ, որը որ իրանց ավանդական լիմոնադը չեն հասկանում, այդ թարխունի լիմոնադ բացում են սոդայա, այդ ասեցի ավելի լավ է պատրաստեմ իմ կամպոտը, իրանց լիմոնադը, որ մարդիկ փորձեն մեր այդ էլի մեր համն է, թարխունը մեր էլի խոհանոցի ոնց որ մասերից է, դրա համար ոնց որ այդ միտքը եկավ, դրա համար թարխունի կամպոտ, ռեհանի կամպոտ։ Բայց այն մնացած կամպոտները արդեն ավանդական ունենք։ Անում եմ արդեն այդ Ես որ գամ ձեր մոտ ոչ ավանդական բաներն են փորձելու, որտեղ ավանդականները ոչ ավանդական է մեր խոհանոցը։ Եթե մենյու նայես ավանդական է, բայց դրանից զատ ուրիշ խոհանոց է լավ որ լրիվ բայց ավելի շատ դա էլի աշխատում ոնց որ։ Բայց այն խոսում ենք մի քիչ առաջ դրա մասին որ ամերիկացիները չեն սիրում նոր բան փորձել, հա, իրանք գիտեն, իրանք խոհանոցը է սա ու իրանք դա սիրում։ Ոնց է ստացվել, որ կամած երևի սովորացրել եք ամերիկացիներին, որ կարելի է սնունդը կարա մի քիչ ուրիշ տեսք ու համ ունենա։ Իտալացի տարիքով մարդ եկավ, ասեց թոր եմ ունեցել, ուզում եմ որ այդ առիթի ժամանակ դու պատրաստես պիցա մեր տանը։ Ասեցի ես հայ եմ, դուք իտալացին ոնց կամ ձեր տունը ասենք բան պատրաստել։ Ոնց որ իտալացուն ասես արի մեր հայկական առիթի ժամանակ մեր տանը քյուֆտա կամ դոլմա։ Ասում եմ չենք կլինի տենց, ասեց արի կգաս։ Գնացի այդ տեղը, հիմա իրանց ընտանիքն է, սա 60 հոգի, իրանց սա այդ ոնց որ գերդաստանով հավաքվել են, նշում են ու այնտեղ կային հայտնի խոհարարներ, հայտնի շեֆեր, որ Բևերլիում էին աշխատում, ասենց այս ձևի հայտնի ռեստորաններում էին աշխատում, եկան գալիս էին հետս փորձում էին ու գալիս էին հետս իտալերեն էին խոսում։ Գիտեին իտալացի։ Հա, գալիս էին իտալերեն են խոսում, ասում եմ ես չեմ հասկանում, էլ ես հայ եմ, բան, ո՞նց հայ ես, ասում հա, հայ եմ, բան, ասում դու ուտես պիցա ես արկում, ասում հա, էլի սովորական եմ ես դա ընդունում, էլի այդ սարք ոնց որ պետքա բարդ բան չկա կոպիտ ասած, չէ, նայ կա։ Դու պետքա այդ պահին հասկանաս այդ մարկանց հենց այդ իրանց ազգայինը պետքա իմանաս։ Հիմա ասենք մեքսիկները սիրում են քաղցր կծու խառնելի դարձա։ Դու պետքա այդ ձևի բան անես իրանց համար, որ իրանք քեզ վստահեն։ Ու այդ ընթացքում ոնց որ այդ ձևավորվեց այդ վստահությունը, դրա համար սկսեցին հենց գալ։ Սկզբից ճիշտ անունները շատ էին վախացնում։ Նայեք պատուանին այդ ժամանակ չկար այդ տարածքում աջարական խաչապուրի։ Ես էլ բանից ելնելով, ասենք մարքեթինգից ելնելով, ասեցի կանգնի գրենք բան, նկարենք, կպցնենք աջարական խաչապուրի, բայց գալիս էին, հասնում էին այդ նկարին, մոտիկանում էին, կարդում էին ու ֆորում էին հետ էին։ Չէին հասկանում։ Ֆորում էին դուրս էին գալ, չէին ուզում մտնեին, ասում էին, ինչ է։ Աջարական, ասենք, չեն, ես sense լավ եմ ասում։ Իրանք այն ձև էին ասում, ոնց որ խարակիրի։ Այդ ձևի տենց իրանց համար շատ օտար բաներ էր, անուններ էր։ Հետո փոխեցի աջարականի անունը։ Ինչ դրեցիր։ Egg pizza։ Egg pizza։ Հա, ու արդեն մարդիկ փոխվեց, արդեն անունը egg pizza, հա, արդեն իրանց մոտիկ է։ Արդեն գնացին։ Ընկալելի է ավելի քան աջարականը, հա։ Եկան։ Այդ ձևով տենց փոփոխություններ անելով կամած ստացվեց։
Okay, էլ ինչ է անունն ես փոխել ինչի։ Շ- Egg pizza-ն հասկացանք, հետաքրքիր է, էլի ինչ անուններ ես մտածել։ Տենց կերուսուսը Ահա։ կերուսուսը օրինակ բան է ինքը Eat shut up and eat։ հա տենց ինքը շատ տենց դաժան բան է Դա լավ չի դաժան հնչում, անուն է, հա։ հա տենց Ինչ ապագա ես տեսնում, զարգացում, շեֆեմը հասկացանք, լավ աշխատում է, ունի իր հյուրերը ամերիկացի են հիմնականում թե հայերի դեպ։ 50-50 50-50։ 50-50 հա ապական գիտես ոնց է ոնց որ մեր մշակույթը կարողանանք այնձև ներկայացնենք այնձև գեղեցիկ այնձև համով որ մարդիկ ճանաչեն թեկուզ հիմա խոհանոցով հիմա թուրքերը ոնց սա աշխարհը Եվրոպան գրավեցին իրանց այդ շարմով սա այդձև հենց այդ ուտելիքով դες ինքը պրիմիտիվ բան է բայց աշխատեց էդի հիմա եղբայրս իմ կինոռեժիսոր է կինոռեժիսոր է այս վերջերս իր կինոյի պրեմիերան էր Ամերիկայում ստեղ Տիգրան մեծը այդ հպարտությունը զգում եմ որ այդ մարդը աշխատում է որ մեր պատմությունը թե մենք ինչ ձևի ենք եղել այդ պահը ներկայացնի ժողովրդին ու անգլերեն լեզվով էր հիմա այդ կինոն ինքը գնալու է տարբեր համալսարաններ ինստիտուտներ այդ ցուցադրման Ցուցադրության, հա, ուսուցողական է։ հա որ ճանաչեն մեզ ես չեմ ուզում ինձ ճանաչեն ինչ-որ մի հատ այն բլոգերի կամ ինչ-որ մի հատ այն ես իմ միջոցով որ ինքը իմ արժեքներից հեռու է ասենք ընտանեկան արժեքներից հեռու է ես ուզում եմ որ ճանաչեն գոնե որ մենք հյուրասեր ենք գոնե հյուրասիր ենք ոնց որ կամեցող ենք Բարի ենք, կիրթ ենք։ աստվածասեր աստվածավախ նամուսով ժողովուրդ այդ ձևի եմ ես ուզում իրանք ճանաչեն մեզի Ինչի մարդիկ պետքա գան շեֆեմ, վերջում էդ էլ ասենք, ու ուր են գալու։ հա շեֆեմ գան նրա համար որ նախ համով է հետո ջերմ է մտնոլորտը հետո սրտանց է ուղղակի փորձեն ամեն դժվար բանը է դա փորձելն է Ես գիտեմ մամիկոնը ինչի ասենց վստահ ասում, որտեվ ով գալիս է մի անգամ փորձում է, այլի է գալիս։ հա տենց է հա իսկական Հասցնել արի մի հատ ասենք մամիկոնը։ 13 611 Sherman Way 13 611 Sherman Way բոլորից սիրով հրավիրում ենք շեֆեմ, եկեք համով հաց ուտելու, մշակութային ձևով հաց ուտելու, մամիկոնն ազգային, մամիկոնը ձեզ սիրով կողջունի։ Մենյու են ոդկասթն եք դիտում, ես Արմանն եմ, շնորհակալություն, որ դիտեցիք այս զրույցը, հուսամ հետաքրքիր եղավ ձեզ համար, խնդրում եմ ձեզ հետևել մեր Instagram-ի եւ YouTube-յան էջերին, հիշեցնեմ, որ եթե ուզում եք գտնել հայկական տարբեր հետաքրքիր բիզնեսներ, ռեստորաններ, food truck-եր, սննդի հետ կապված բիզնեսներ, կարող եք մտնել menu am.com կայքը եւ այնտեղ հավաքված են ու ավելանում են ընթացքում, իսկ եթե ռեստորանի տեր եք ու ուզում եք որպեսզի ձեր աշխատանքը դառնա ավելի ճկուն, նոր տեխնոլոգիաներով հագեցած, orders կոն, սպասում է ձեզ եւ խորհրդատվություն կարող եք ստանալ, հետագա արդեն անելիքները հասկանալու համար։ Ամենայն բարիք բոլորիդ կհանդիպենք։